Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մարտի 18-ի համար, բոլոր ամսվա ծնված նշանների համար, տեսնենք մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը, գնայինք խոյերին, ինչ է սպասվում խոյերին մարտի 18-ին, Հարգելի խոյեր, այդ օրը կարող ինչ-որ մեկի հետ վիճել, կամ ոմանք նաև տուն կարող են մաքրել, այստեղ տհաճ պահեր կան, եթե վիճեք, ապա այստեղ հեռացում է, բաժանում կամ հեռացում, ինչ-որ մեկից կարող եք նեղանալ, թեկուզ ժամանակավոր, համար ուշադիր եղեք, և տան հետ կապված հարցերը կավարտեք, կվերջացնեք ի վերջո, միգուցե ուբորկա եք անում, դա եք ավարտում, միգուցե տեղափոխություն, կեսը արել էիք, կեսը դեռ մտքերի մեջ էիք, դա ևս կավարտեք, և միգուցե տուն եք արդեն գնում, վաճառում, այդ պրոցեսը ևս էլի կավարտեք, և որևիցե հնարավորություն այդ օրը կարող եք ձեր ձեռքից բաց թողնել, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, գնայինք ցուլերին, ինչ է սպասվում ցուլերին մարտի 18-ին, Հարգելի ցուլեր, այդ օրը սուտ կա, ինչ-որ մեկը սուտ է խոսելու, այստեղ ժամ եք պայմանավորվել, հնարավոր է չի գալիս ճիշտ ժամանակին, սուտ է խոսում, չի գալիս, նաև դա կարող է լինել սպասում եք այդպես ժամերով, կամ մոռացել է, դա ևս էլի սուտ է, որ զանգեք իրան, ինչ-որ բաներ կարող է հորինել,
Եվ այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր մտերիմ անձնավորության հետ, միգուցե ինքն է ժամերի հետ կապված ինչ-որ խնդիրներ ունի։ Կամ այդ օրը կարող ժամ պայմանավորվել ոչ թե մեկի հետ, բայց ուշադիր եղեք նաև սուտ կա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին մարտի 18-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը հեռախոսազանգ ունեք, նաև կարող են ձեզ ասել, օրինակ արի գումարը տար, բայց ուշադիր եղեք, այդտեղ սուտ կա, ոչ թե դե արդեն զանգել ասել են, կամ գնում եք գումարը դեռ չկա, կամ դա կարող է լինել գումարի չափի հետ կապված։ Միգուցե վստահում եք, չեք հաշվում եւ սխալմունքներ կան այդտեղ, սուտ կա, այնպես որ ուշադիր եղեք։ Հանդիպում շփում կունենաք այդ օրը ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, գումար կծախսեք այդ օրը կամ գումարի մասին կխոսեք, նաև օցեր կան, բամբասանք, չար մարդիկ, չար լեզուներ, միգուցե չար մարդիկ են ձեզ կանչում ինչ-որ միտեղ գումարի համար, գումարը տալու, այդպես վերցնելու եւ այլն։ Ուշադիր եղեք։ Այսքանը ձեզ համար եւ հույսով եք, հույսով լցված եք, որ կամ հույսներ դել եք ինչ-որ մեկի վրա, ինչ-որ բանի վրա, գուցե ձեր մտերիմ անձնավորության վրա եք հույսներ դրել, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մարտի 18-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը գումար եք ստանալու, նաև հանկարծակի լուր կլսեք, նվեր կգնեք կամ նաև նվեր կստանաք։
կամ դուք, կամ հա, այստեղ կարող է նվերը լինել ինչ-որ մի բանի տեսքով, թեկուզ գումարային բոնուսի տեսքով։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին մարտի 18-ին։ Հարգելի առուսներ, մեստեղ ոմանք կամ աշխատանքից եք որոշել դուրս գալ, կամ ինչ-որ բան, եթե պատվերով է, դա ոնց որ պատվերը անում եք, տալիս եք, այդպես եք իրարից հեռանում։ Նաև դա պետական աշխատող է, ով իր գործը արդեն ավարտել է եւ իրարից այդպես հեռանում եք։ Պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, այնտեղ նաև օծեր կան։ Ձեր շրջապատում նախանձ մարդիկ, խոսակցություններ, բամբասանք, այդպես։ Գուցե նաև պետական հիմնարկությունում է կամ դա կարող է լինել հիվանդանոց, դա կարող է լինել ուսումնական հաստատություն եւ այնտեղ կարող են լինել այդ օծերը։ Ուշադրություն նաև դարձրեք ձեր առողջությանը այդ օրը եւ հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին մարտի 18-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը հաջողություն ունեք ձեր գործերում, այն ինչ որ կանեք, հա, մի խոսքով այդ օրը ձեզ հաջողություն է սպասվում։
Նաև հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք ունեն պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, որպեսզի հանդիպեք, նաև տան հետ կապված իրադարձություններ կան, հնարավոր է տեղափոխվում եք կամ ձեր ընկերն եք տեղափոխվում, գնում եք օգնելու, նաև ուբորկա եք անում և նաև առիթ, ծնունդ և այլն։ Եվ այդ օրը գործնական հանդիպում ունեք, որոշ գործեր կմնան, չեք հասցնում ավարտին, նաև գործնական բացի հանդիպումը կարող է նաև լինել խոսակցություն ինչ-որ մեկի հետ, և երեխաների հետ կապված հարցեր են այստեղ, պետք է իրենց օգնեք, նաև հղիությունը, ծննդաբերությունը, միգուցե ծնունդ է այստեղ, կամ ձերը կամ պետք է գնաք, այդպես ինչ-որ գործողություններ պետք է անեք, կամ ընտանեկան կյանքն է սա, ավելի շատ ընտանիքի հետ կանցկացնեք, հարազատների հետ կարող եք պայմանավորվել, բերել տուն, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք կշեռքներին։ Ինչ է սպասվում կշեռքներին մարտի 18-ին։ Հարգելի կշեռքներ, այդ օրը ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվեն։ Նաև կարող է նոր է սկսում այդ ցիկլը եւ դա կարող է նաև ավարտվել։ Ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան, հյուրեր կընդունեք կամ դուք կգնաք հյուր, սպասում եք ինչ-որ մարդկանց, ինչ-որ բանի, եւ ոչ բոլոր գործերը այդ օրը կհասցնեք ավարտին, կմնան որոշ գործեր, եւ օցեր կան, նախանձմարդիկ, չար մարդիկ, չար գործողություններ, այդպես, չար լեզուներ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին մարտի 18-ին։
Հարգելի կարիճներ, այդ օրը կամ շուտ եք արթնանալու քնից, կամ երկար կարող եք քնել, ուշադիր եղեք, որ քնած չմնաք, եթե աշխատում եք։ Նաև հաղթանակած դուրս կգաք ինչ-որ հարցում, որի հարց լուծելու ժամանակ, ինչ-որ հնարավորություն էլ նաև կկորցնեք օրվա ընթացքում, օձեր կան, նախանձմարտիկ, բամբասանք և ձեր ձեռքում է, ինչպես դուք իրենց պատասխան կտաք, կամ չեք տա, այդպես ձեր ձեռքում է, կվիճեք իրենց հետ, ինչպես կվարվեք։ Նաև հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ և ոմանց սիրո խոստովանություն կանեն, դուք կանեք, ձեզ սիրված կզգաք ինչ-որ մի հարցում, գուցե որ հաղթանակած եք դուրս գալիս այդ հարցում և ձեր հարազատների շրջապատում կլինեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մարտի 18-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը նորություն կլսեք, նաև սուտ կամ, միգուցե նորությունն է սուտ, միգուցե սուտ է բացահայտվում, դա ևս հնարավոր է։ Երեխաների հետ կապված ինչ-որ հարցեր են, միգուցե հղիությունը, ծննդաբերությունը, ծնունդ է և այլն, նաև դա կարող է լինել առևտուր, գնում եք երեխաների հետ առևտրի, թոռներն են գալիս, ծոռներն են գալիս, այդպես, նաև դա ընտանեկան կյանքն է ցույց տալիս, կզբաղվեք ընտանեկան կյանքով։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրների։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մարտի 18-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը սպասման մեջ եք լինելու, ինչ-որ մարդկանց եք սպասելու, ինչ-որ բաների եք սպասելու, բայց հետո հանդիպում եք կարծես թե։ Հանդիպում եք ոչ մեկին, բայց գործերը ամբողջությամբ չեք հասցնում անել ավարտել այդ օրը։ Ինչ-որ գործեր կմնան, ոչ բոլորն եք ավարտելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին մարտի 18-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը նորություն կլսեք, նաև գաղտնիք կբացահայտվի, միգուցե այդ գաղտնիքն է, այդպես նորության տեսքով գալիս է ձեզ մոտ։ Նաև կամ այստեղ հանդիպում եք ձեզ համար շատ մտերիմ մարդկանց երեխաներին, կամ այստեղ ընկեր, մտերիմ անձնավորություն, միգուցե գալիս են ձեր տուն, ձեր ընկերները իրենց երեխաներով, կամ դուք եք գնում իրենց տուն, այդպես ձեր երեխաներով։ Կամ իրար հետ երեխաներին տանում եք ինչ-որ մի տեղ, կամ առիթն է, գնում եք երեխայի առիթի, կամ հղի է ծննդաբերում այդպես, որտեղ այստեղ հյուրել կա, միգուցե այդպես, կամ երեխաներին բերում է ձեզ մոտ, որպեսզի դուք տիրություն անեք երեխաներին, իրենք գնան ինչ-որ մի կարևոր տեղ։ Եվ որևէ մի բան էլ ձեզ կերջանկացնի այդ օրը։ Ինչ-որ մի բան է, լավ բան է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին մարտի 18-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը ինչ-որ հարցում հաղթանակած եք դուրս գալու, ինչ-որ մի բան ձեր օգտին է ավարտվելու, նաև հանդիպում կամ շփում ունեք ձեր ընկերոջ հետ, ընկերուհու հետ, ոցեր կամ բամբասանք, չար լեզուներ, չար մարդիկ, նախանձ, այդպես։ Եվ ինչ-որ մի բան էլ որից է հնարավորություն ձեր ձեռքից բաց կթողնեք, գուցե նաև այդ չար մարդկանց պատճառով է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։